հարցերի պատասխանները, որոնք որոնում եք կան արդեն Սուրբ Գրքում և կարող եք այդտեղ գտնել, և որ ավելի կարևոր է Սուրբ Գիրքը տալիս է բանալիներ, որոնք բացում են մարդու անձնային հոգևոր մտավոր աճի դռները։ Քրիստոս ամեն հայր մեր, որ հերկինս ես, Սուրբ Եղիցի անուն քո, եկեսցե արքայություն քո, Եղիցին կամք քո, որպես հերկինս և երկրի, ասած մեր անապազոր, տուր մեզ այսօր, և թող մեզ սպարտիս մեր, որպես և մեկ թողունք մերոց պարտապանած, և մի տանիրս մեզի փորձություն, այլ փրկյազ մեզի չարեն, զիքոյ արքայություն և զորություն և փառք հավիտյանս ամեն, իմաստություն, որ Հիսուս թող մեզ իմաստություն, զբարիս խորհել և խոսել և գործել առաջի քո ամենայն ժամ, իչար խորհրդոց իբանից և իգործոց փրկյազ մեզ, և ողորմյա քո արարածոց և մեզ բազմամեղացած անմեն։ Կարող եք նստել, որ սկսվող դասընթացին, այսպես ասած, միանալու, շատ հոգու ցնծություն եմ հիմա ապրում, որովհետև այստեղ ներկայ են ինձ համար շատ հարազատ մարդիկ, այնտեղ Գոհարն ու Սուրենն են, որոնց հետ շատ երկար ճանապարհ ենք անցել Սուրբ Գրքի սերտողության ավելի օնլայն տիրույթում և հիմա շատ ուրախ եմ, որ առաջին անգամ առիթ ենք ունենալու նաև այսպես տետատետ շփվելու։ Այստեղ Մանեն ու Սիրուշն են իմ լեգենդար աշակերտները Շամշադինից, Չորախանից, որոնց հետ 3 տարվա ճանապարհ եմ անցել։ Ինձ թվում է իրենց գոնե էլ չեմ զարմացնելու, բայց կփորձեմ։ Այստեղ շատ ուրախ եմ տեսնելու մեր նանարին, որի հետ ուրիշ ծրագրով ենք առնչվել, շատ ուրախ եմ տեսնելու Գայանեին նույն աստվածաշնչային դպրոցից որպես համակարգող էր, շատ ուրախ եմ տեսնելու նրանց, ում հետ հանդիպել ենք մի քանի օր առաջ Արցախի թեմի երիտասարդների կազմակերպած հոգևոր հանդիպման զրույցից հետո, Էմիլ ջան, ո՞նց ես։ Էմիլը չի Նայիրին, հա? Նայիրի ջան, ո՞նց ես։ Եվ կան իհարկե մարդիկ, որոնց այսպես ճիշտն ասած չեմ ճանաչում, բայց վստահ եմ, քանի որ հիմա նկարահանման պրոցես է նաև տեղի ունենում, ես ծրագրել էի այսպես, որ սկզբունքը ծանոթանանք, հետո ըստ դրա կորոշեմ, թե ինչ ենք խոսում և ինչից, բայց եկեք, քանի որ մեզ նկարում են, իրենք ավարտեն գնան, հետո մենք ավելի անմիջական կշփվենք, և եկեք լավ ձեռքերով արագ հարցերի միջոցով գոնե մոտավորապես հասկանամ, թե ինչ արժի խոսել, թող ձեր բարձրացնեն են մարդիկ, ովքեր Սուրբ Գիրքը կարդացել են, գոնե մի անգամ։ Հասկանանք։ Մասամբ թեկուզ։ Մասամբ։ Թող ձեր բարձրացնեն են մարդիկ, ովքեր ավետարաններն են կարդացել, այս ավելի հեշտ է դեպ։ Ուրեմն, լավ, եկեք սկզբունքը պահելով, այսպես անենք։ Ով գիտի մեր եկեղեցին վերջին այս կիրակի ինչ խորհուրդ ուներ, ինչպես էր կոչվում։ Գալստյան կիրակի։ Ինչի Գալստյան։ Երկրորդ թե առաջին։ Երկուսն է։ Ուրեմն տեսեք, լավ, այսպես մի քիչ թագագծեր բացեմ, չնայած որ այս ամեն ինչը վերջում ավելի մանրամասն կքննարկենք։ Ես ճեմանանական իմ ուսումնառության տարիներին ամենաշատը հետաքրքրված եմ եղել հատկապես նոր կտակարանի մեկնությամբ և ինձ առանձնապես հետաքրքրել են Հիսուս Քրիստոսի պատմած առակները, որոնք բարձր հռետորական արժեք ունենալուց բացի շատ հետաքրքիր պատմություններ են և քանի որ սովորաբար երբ որ այսպիսի սերտորություններ լինում միշտ կան դասական մեխանիզմներ, երբ սկսվում է կամ 5 կտակարանից կամ նոր կտակարանից և սովորաբար երբեք չի ավարտվում այդ սերտողությունը, որովհետև և 5 կտակարանը շատ երկար ու ծավալուն ու գրեթե անհնար ամբողջությամբ սպառելը և առավել ևս նոր կտակարանը մենք
վերջում 5 կտակարանն էինք սկսել, այդպես էլ չվերջացնենք բնականաբար, եթե եկել եք վերջացնելու սխալ եք եկել, այստեղ ուրիշ բան ենք անելու։ Եվ իմ կարծիքով մի քանի իհարկե ձեր կարծիքներն էլ վերջում լսելու ենք, բայց ես միտված եմ, որ այստեղ մենք սկսենք Քրիստոսի առակներից, որոնք կարճ պատմություններ են, ունեն առանձին սյուժե, ունեն հետաքրքիր պատմություն, բարև ձեզ։ Իդեպ մեր եղբայրը Փայլուն Սուրբ Գիրքի շատ ողջույն է, դու միացի Գոհարի և Սուրենի։ Էմիտն էլ եկավ, անհատովեցինք եկավ, բարև Էմիտ ջան։ Ոնցով լավ ենք հավատում։ Եվ եթե այսպես դեմ չեք, ես ինչի եմ որոշել առակներից ձեզ այդ սկսել։ Ուրեմն նոր կտակարանում քանի առակ կա, ով գիտի, դիք ձեզ ստուգենք։ Իդեպ մեր հանդիպումները, որպես այդպիսին իրա ձևով և բովանդակությամբ չեն լինելու ինչ-որ դասախոսություններ։ Ես ձեզ հանձնարարելու եմ, օրինակ ենթադրենք հաջորդ շաբաթ 10 կույսերի առակն ենք իրար հետ մեկնելու, վերլուծելու, գնալու եք տանը կարդալու եք այդ առակը, ձեզ համար նշումներ եք անելու, թե ինչ եք հասկացել, ինչ հարցերում եք, գալու եք և փորձելու ենք իրար հետ դրա բանալիները հետնել առակի հասկացման, այսինքն այդպես չի լինելու, ես կամ ասեմ, այս մի տարբերակն է և սա է ճիշտ։ Սուրբ Գրքի ամբողջ ֆենոմենը նրանում է, որ տարբեր տարիներում կարդալիս, եթե այդ բախտով ունեցել եք, մի նոր ձևով է բացվում մարդու առաջ, և հիմա իրար հետ պիտի անցնենք այս ճանապարհով։ Ոչ մեկ չունի թիվը, դա եկեք մոտավոր թվեր ասենք, որևէ տրամաբանությամբ, օրինակ ըստ ձեզ, քանի ավետարան կա, լավ, 4, օրինակ, որ ավետարանում ամենաքիչ առակները կլինեն ըստ ձեզ։ Հովհաննես։ Ինչի։ Այո, շատ բարձ պատասխան է։ Ամենաքիչ առակները ունի Հովհաննես ավետարանիչը, ընդամենը 2 առակ։ Այնուհետև ավելի քիչ իրենից Հովհաննեսից ավելի շատ, բայց համատես ավետարանիչների, համատես որ ավետարաններն են, ով գիտի։ Ինչա կոչվում համատես։ Հիմա ներողություն, քանի որ այս պահին ես մի քիչ ինձ թվում է հնարավոր է մենք շատ խորը մասնագիտական տեղ ենք գնում, եկեք 5 րոպե դադար տանք մի հատ ընդհանուր Սուրբ Գրքի ներածություն անենք, նոր հասնենք ստեղ, որովհետև գուցե մարդիկ կան, որոնց համար այս ամեն ինչի ինչից խոսում ենք, այդքան էլ բարձ չի։ Ուրեմն տեսեք, սիրելիներ, մենք իրար հետ խոսելու ենք Աստվածաշնչի մասին, իդեպ հայերենը մի հատ լեզուն է, որտեղ Սուրբ Գիրքը հենց այս անունն է կրում, Աստվածաշունչ, այսինքն գիրք, որը գրված է Աստծո շնչով։ Եվ այս գիրքը իրականում սովորաբար կոչում ենք Աստվածաշունչ մատյան, ինչու մատյան, որովհետև իր մեջ պարունակում է մի քանի գրքեր, ինքը գրքերի ժողովածու է, և իր մեջ ներառում է 75 գրքեր, որոնցից 48-ը 5 կտակարանում, 27-ը նոր կտակարանում։ Եթե ավելի պարզ ասենք լինենք, Սուրբ Գիրքը բաժանվում է երկու մասի, 5 կտակարան, նոր կտակարան։ 5 կտակարանը պատմում է Աստծո մարդկությանը և աշխարհի արարման պատմությունից սկսած դրվագները հասնելով մինչև հրեաների գերություն, ասենք, բաբելական գերություն։ Եվ ամբողջ 5 կտակարանը նրա մասին է, որ և ամբողջ Սուրբ Գիրքը մարդ Աստված հարաբերությունների մասին է, այն մասին է, որ ի սկզբանե, երբ որ Աստված մարդուն ստեղծեց և դրեց դրախտում, նպատակ ուներ լավ հարաբերություն պահպանելու մարդու հետ, բայց մարդը մեղքի պատճառով հեռացավ Աստծուց։ Եվ ամբողջ 5 կտակարանը կարելի է ասել մարդ Աստված հարաբերությունների դեգրադացիայի պատմությունն է, թե ինչպես է անընդհատ Աստված հնարավորություն տալիս մարդուն և մարդը անընդհատ փչացնում այդ հնարավորությունները։ Եվ 5 կտակարանի վերջում արդեն մարգարեական գրքերում գալիս է այն խոստումը, որ գալու է մի փրկիչ,
որի շնորհիվ վերականգնվելու է Աստծո եւ մարդկանց խզված հարաբերությունը։ Եվ մարգարեները անընդհատ սկսում են պատմել մեկի մասին, որը Մեսիան է, Փրկիչն է։ Նոր Կտակարանը արդեն այսպես հողի վրա պատմում է նրա մասին, թե ինչպես է Փրկիչը ծնվում, մարմին առնում, քարոզում։ Այնուհետև իրենից հետո թողնում իր առաքյալներին եւ պատմվում է նաեւ առաքյալների գործերի մասին։ Եթե ավելի մասնավոր ասելու լինեմ, եւ 5 Կտակարանը եւ Նոր Կտակարանը բաժանվում են 4-ական բլոկների կամ մասերի։ 5 Կտակարանի առաջին բլոկը կոչվում է օրենք, որտեղ զետեղված են հրեական օրենքները։ Իդեպ արդարության համար պետք է ասեմ, որ մենք եթե մեզ քրիստոնյաներիս այսպես հանձնարարված է պահել ընդամենը 10 պատվիրան, ապա հրեաներին իրենց օրենքի ժողովածոյում 5 գրքերով միասին հանձնարարված է պահելու 612 պատվիրան։ Եվ եթե մենք զլանում ենք այս 10-ը պահելուց, մի քիչ հրեաների հանդեպ գոնե արդար չենք ես իմաստով։ Առաջին բլոկը կոչվում է օրենք, այստեղ հիմնականում առաջին 5 գրքերն են, որոնք պատմում են մարդկության առողջության պատմությունը, ելքը Եգիպտոսից, այնուհետև տարբեր օրենքներ ու կանոններ, որոնք հրեաները ստանում են։ Երկրորդ բլոկը 5 Կտակարանի կոչվում է պատմական գրքեր, որտեղ շարադրված է հրեաների պատմությունը, այսպես ասած։ Շատ հաճախ իդեպ թյուր ըմբռնում կա, երբ որ ոմանք չկարդալով եւ տեղեր չլինելով 5 Կտակարանից, այսպես մերժում են 5 Կտակարանը Սուրբ գրքից, ասելով, որ դա հրեաների պատմությունն է, դա միսած։ Ներողություն, խորհրդում ձեռքի մեջ ունենալ եւ նայել, այս որ Հովհաննես Սարգսակյանը խոսում է, նրանք ասում առաջին 5 գրքերը, որ բացեք նայել։ Սկավա գրքի։ Ով հա։ Այ, այլով ասում, էլի դա կարող եմ բերել։ Փոխանցի։ Անալով ասում են դե մեր ինչին է պետք 5 Կտակարանը դա հրեաների պատմությունն է եւ չեն ուզում Սուրբ գրքի մի մասին ծանոթանալ, ինչը արդարացի չի Սուրբ գրքի հանդեպ, որովհետեւ երբ մենք ասում ենք Աստվածաշունչ, հասկանում ենք 5 եւ Նոր Կտակարանների ամբողջությունը եւ անգամ հրեաների պատմության մեջ մեզ հետաքրքիր է այն թելը, որը գալու է ու կապվելու է մեզ, որը գալու է ու կապվելու է Հիսուս Քրիստոսին։ Ասենք, եթե մենք չգիտենք օրինակ հրորդի պատմությունը, մեզ համար Դավիթը պիտի որ այդպես ինչ-որ անհասկանալի տեղից ծնվի։ Եթե մենք չգիտենք Դավթին, հետևաբար այդ հայտնի հարցը չի լինելու մեզ, թե հիմա ինչ-որ էս կիրակի օրվա ավետարանի ընթերցումներ, թե Դավթի որդի ինչու է կոչվում Քրիստոսը, կամ ինչու է Հիսուսի ազգաբանությունը սկսվում, ասենք, Աբրահամից, ինչու են ամենակարևոր անունները Դավիթը կամ Սողոմոնը։ Եվ շատ կարևոր է, որ այս պատմության մեջ մենք փորձենք մեզ գտնել։ Ամբողջ 5 Կտակարանը զարմանալիորեն այսպես անընդհատ պատտվում է այն մասին, որ Աստված հնարավորություն է տալիս, մարդը մսխում է այս հնարավորությունը։ Եվ ինձ համար անձնապես եւ առանձնապես ուզում եմ ձեզ ասել, որ Սուրբ գրքի իմացությունը ինձ համար կարևոր է նրանով, ոչ թե որ մեկի մոտ գլուխ գովենք, որ Սուրբ գիրք գիտենք, կամ ոչ թե որ այսպես իրար հետ հավաքվենք, խոսենք, լավ, բարի քրիստոնեական միջավայր ստեղծվի, այլ Սուրբ գրքի մեխանիկան հասկանանք, այն մեխանիզմները, որով Աստված շփվում է մարդկանց հետ, որով Աստված այս աշխարհին է հետևում եւ որով մարդը կարող է կամ վերև բարձրանալ կամ ընկնել։ Որևէ մեկը շատ միամիտ է, օրինակ, եթե չգիտեմ, նստած սպասում են բախտին, շատ զարմանալի են այն մարդիկ, ասենք, ովքեր, չգիտեմ, զբաղվում են այսօր գուշակություններով, երազահաններով, չգիտեմ, աստղագուշակներով, կամ ասենք մեկը արտանում է, ասում է, ես տեսիք եմ տեսել, Հիսուս Քրիստոսը ինձ ես ինչն է ասել, կամ մեկը գնում սկսում է լեզուներով խոսել։ Այս ամեն ինչը չէր լինի, եթե մարդիկ Սուրբ գրքի մեխանիզմներին տիրապետեին։ Օրինակ, եթե իմանային, որ եթե Աստված սկզբում շփվում էր մարդկանց հետ անմիջապես, անմիջականորեն, հետո մարդկանցից հիասթափվելով սկսեց խոսել հրեշտակների միջոցով, հետո ավելի հիասթափվեց, սկսեց մարգարեների միջոցով խոսել։ Եվ եկավ վերջին մարգարեն, որ Հովհաննես Մկրտիչն էր,
որից հետո եկավ փրկիչը, այսինքն այլևս մարգարեներ չկան։ Եվ միամտություն է մեր կողմից սպասելու, որ որևէ հեշտակ մեզ հետ կխոսի, որևէ մարգարեի հայտ կգա, որ Աստված անմիջապես մեզ հետ կխոսի։ Սրանք ուղղակի իլյուզիաներ են։ Նորից անձնապես խոսեց պաստորեն։ Բանից հետո, մարգարեից հետո նորից մարդացավ ինձ անձնապես խոսեց Քրիստոսի։ Այո։ Եվ դրանով հասավ իր լրումին հայտնություն, այսինքն դրանից այն կողմ էլ ասելիք եւ անելիք չկա ու հիմա քանի որ Աստված այս իմաստով կենթանի շփման չի մեզ հետ, այսինքն ոչ հրեշտակների միջոցով է մեզ հետ խոսում, ոչ մարգարեների, ոչ էլ առավել եւս անմիջականորեն մենք ունենք մի տարբերակ Աստծուն հասկանալու, լսելու եւ իր հետ խոսելու եւ դա Սուրբ Գիրքն է։ Եվ ասում եմ, եթե մենք կարողանանք այս մեխանիզմները դուրս բերել պատմություններից, ես միշտ կվկայեմ իմ երեխեքը, որ երբ որ դասեր էի անում, ասում էին ինձ մեկ է, դուք այս պատմությունը կհիշեք, թե չեք հիշի։ Ամբողջությամբ մեկ է, որովհետև այդ պատմությունները ուզեք չուզեք, կյանքի տարբեր փուլերում, ֆիլմերի տեսքով, տարբեր ինչ-որ ձևերով հասնում են մեզ, կամ եթե դու հավատացել ես ամեն կիրակի գնում ես պատարագի, ուզես չուզես անհնար է, որ դու անառակ որդու առակը չիմանաս։ Բայց կարևորը պատմությունը պատմում է իմանալը չի, նարատիվը չի։ Կարևորը այն է, թե այդ պատմությունը ինչ ունի ասելու, եւ ինչ ունի ասելու հենց քեզ ու հենց այսօր։ Եվ այս առումով է, որ իմ նպատակը գերագույն մեր այստեղ հավաքվելու սա է, որ ես ձեզ մեխանիզմներն եմ բացատրելու։ Ես չեմ բացատրությամբ չեմ զբաղվելու, էտիմոլոգիաների մեջ չեմ մտնելու, անգիրներ չեմ անելու, չեմ տալու ձեզ ամբողջական, այսպես կարևորագույն գաղափարը ինձ համար մեխանիզմը հասկանալն է։ Իմ կյանքի օրինակ կարող եմ բերել, որ ձեզ ավելի բարձ լինի, մեր վարդապետներից մեկը, որ իմ այսպես կյանքի ուսուցիչն է, մի անգամ մի բան բացատրեց, որ այդ մեխանիզմը երբ որ հասկացա, իմ աշխարհընկալումը փոխվեց։ Անցնում էինք Հակոբի ու Եսավի դրվագը, եթե հիշում եք։ Հիշում եք։ Ովքեր չեն հիշում, շատ երկար պատմություն։ Իրոք շատ երկար էլի։ Մանեքանի սերիայով եմ պատմել պատմությունը։ Քիչ ես ասում։ Գնում էի պատմում էի, ասում էի այսօր այսքան այս սերիան ավարտեցինք, կգանք հաջորդ ժամի կշարունակենք մի 10 սերիա պատմել եմ այդ պատմությունը, հիմա չեմ կարող 2-3 րոպեում տեղավորել։ Խոսքը ընդհանրացնելով երկու եղբայրների մասին է, որոնցից մեկը թողել գնացել է հայրական տնից, գնացել է Սփյուռք, մեր լեզվով ասած Խոպան, աշխատել է չարքաշ, 20 տարի ծառայություն է մատուցել, որից 14 տարին անակնկալիք իր երկու կանանց համար, այսպես ասած, եւ միայն 6 տարին է, որ պայման է կնքել, որ իր ծառայության դիմաց իրեն ոչխարներ տան, այդ էլ վիճակահանությամբ է, որ եթե սև ու սպիտակ լինի, իրենը չէր, եթե այսպես խառնված գույներով լիներ, նոր պիտի իրենը լիներ, այսինքն այդտեղ առնվազն լավ գործարքի չի գնացել Հակոբը, չնայած որ ոմանք պնդում են, որ ինքը շատ լավ արդեն տիրապետում էր անասունների խաչասերմանը եւ գիտեր թե ինչ պիտի անի, որպեսզի ասենք շատ ծնվեն ոչ միագույն կենդանիներ։ Վերջը 20 տարի հետո ծառայելով, ապրելով դրսում վերադառնում է Հակոբը հայրական տուն, անառակ որդու առաքին ինձ համար միշտ շատ նման է այս պատմությունը։ Եվ երբ որ գալիս է, հեռվից տեսնում է եղբորը Եսավին, որը պատկերացրեք 20 տարի ապրել է իր հայրական տանը, ինչքան շենացրած կլինի, ինչքան առաջ ընկած կլինի, չէ՞, ի տարբերություն այն մարդու, որ ոչինչ չի ունեցել։ Եվ երբ որ հանդիպում են, իրենց հանդիպման մեջ մի ֆանտաստիկ երկխոսություն կար։ Եսավը մեծ եղբայրը, որը հոր տանում էր եւ շենացրել էր, ասում է արի ինձ հետ ապրիր, ես շատ ունեմ, քեզ ինչ որ բան կտամ դու կապրես, արտահայտություն ես շատ ունեմ։ Հակոբը պատասխանում է շատ կարճ, ասում է ես ամեն ինչ ունեմ։ Եվ այստեղ հարցը ընդհանրապես ունենալու չափի մասին չի, բովանդակության մասին չի, այլ գիտակցման, քո ունեցածը գնահատելու կարողության։ Եվ այս դրվագը իմ կյանքը իրապես փոխած դրվագ է, որ երբ որ գնացել եմ բանակ, հասկացել եմ, որ մեր բանակը գուցե երբևէ ամենաուժեղը չլինի աշխարհում։
Բայց մեր բանակն է, մեր ունեցած ամենան է, առավելագույնն է։ Մեր հայրենիքը գուցե ասենք ավելի տնտեսապես թույլ է, քան Ամերիկայի Միացյալ Նահանգները, բայց այս մեր հայրենիքն է։ Ոչ մեկ իր ծնողից չի բողոքի, չի ասի, որ գիտեք, ասենք իմ ծնողը այդքան էլ լավը չի, այն մեկի ծնողը ավելի լավն է, լավ կլիներ, նա լիներ իմ ծնողը։ Ինչու, որովհետև մենք սեփականության զգացում ունենք։ Ոչ ոք, երբ որ ամուսնանում է, մի ամիս հետո չի ասում, բայց կարող է այն մյուսի հետ ամուսնանել, այն ոնց որ ավելի գեղեցիկ է։ Որովհետև դու սիրում ես քոնին, եւ այստեղ ունեցածդ գնահատելու կարևորությունն է։ Հիմա կներեք, որ այսպիսի գուցե գրոտեսկային օրինակ եմ բերում, բայց գուցե աշխարհում կան ավելի բերրի հողեր, ասենք, քան թե Արցախն է, ավելի կանաչ հողեր, ավելի գեղեցիկ հողեր, բայց մեզ դա է պետք, որովհետև մերն է։ Այս սեփականատեր լինելու եւ ունեցածդ գնահատելու կարողությունը ընդհանրապես պատկերացնում եք մի երկխոսության սուրբ գիրքը սովորեցնում է։ Եվ ես ընդհանրապես մի օրինակ բերեցի։ Այսպիսի մեխանիզմները բազմազան են սուրբ գրքում, որոնցից յուրաքանչյուրը, եթե օգտագործեք ձեր կյանքում, սրանք կյանքի բանալիներ են։ Պատահական չի, որ մեր այս սուրբ գրքի հրավերի մեջ ես հենց դա եմ գրել եւ դա եմ ուզեցել ձեզ ասել, որ այստեղ դուք ուղղակի դասախոսության չեք գալուց։ Ես ինքս հիմա սովորելու փուլի մեջ եմ։ Սեպտեմբերին նոր պատրաստվում եմ ասպիրանտուրա տալու, այսինքն ես ինձ դոկտոր կամ պրոֆեսոր չեմ զգում։ Ես չունեմ այն հոգևոր փորձառությունը, որ ձեզ իմ կյանքի բովով անցած եւ իմ հասկացած մեկնությունները սովորեցնեմ։ Բայց ես կարդացել եմ բազմաթիվ սուրբ գրային, այսպես վերլուծություններ, որոնց շնորհիվ դուք կարծում եմ կկարողանամ ձեզ օգնել, որպեսզի այդ նույն մեխանիզմները կարողանաք յուրացնել եւ դուք էլ ձեր հերթին ձեր կյանքում օգտագործել։ Հիմա հետ գալով այնտեղ որտեղ կիսատ էի թողել, հասել էինք երկրորդ փուլին, որը պատմական գրքերն էր, եթե հիշում եք, առաջին ասացի օրենքին կտակարան, երկրորդը պատմական գրքեր, պատմական գրքերում գրված է հրեական պատմությունները, երրորդ բլոկի ամենասիրելի բլոկն է, 5 կտակարանի, կոչվում է իմաստասիրական գրքեր, որ օրինակ եթե մեկը սուրբ գրքին ընդհանրապես ծանոթ չի, առաջին անգամ պիտի իր ձեռքը վերցնի, ես սովորաբար խորհուրդ եմ տալիս, որ սկսի կարդալ առակած գրքից կամ առակների գրքից, Սոլոմոնի առակներից, որովհետև դրանք այսպես կյանքի պարզ խորհուրդներ, խրատներ, առակներ են, որ յուրաքանչյուրի սրտին ասելիք ունի, յուրաքանչյուրի։ Այնտեղ կա ժողովող գիրքը, որը կարծում եմ ցանկացած միջին վիճակագրական հայի այսպես մարզը բավարարելն է միտված, որովհետև մենք այդպես սիրում ենք կյանքի ունայնության մասին վերամբարձ մտքերը արտահայտել, ժողովող գիրքը ամբողջությամբ հենց սրա մասին է, կյանքի ունայնության մասին, բայց որ ամենակարևորն է, այդ ամեն ինչի վերջում գալիս է պատասխանը, որ կյանքը ունայն է, եթե քո կյանքում Աստված չկա։ Եվ այնտեղ Սաղմոսած գիրքը իհարկե կա, Երկերկոցը կա եւ այլն, Սիրաքի, Սողոմոնի իմաստությունները կան։ Սա շատ լավ բլոկ է, եթե չեք կարդացել սուրբ գիրքը, առաջին անգամ պիտի մոտենաք սուրբ գրքին, կարող եք սկսել հենց առակած գրքից եւ պատահական էլ չի, եթե հիշում եք, իսկ վստահաբար յուրաքանչյուրը դպրոցից հիշում եք, որ երբ որ Մեսրոպ Մաշտոցը թարգմանիչների հետ սկսեցին թարգմանել սուրբ գիրքը, թարգմանեցին առաջինը հենց առակած գիրքը, նպատակ ունենալով նաեւ այսպես նոր գրերով դասագիրք ունենալու, ուրեմն առակած գիրքը, պարզ լեզվով ասած, բարոյախրատական դասագիրք է կյանքի տարբեր ոլորտների մասին։ Չորրորդ բլոկը վերջին 5 կտակարանի մարգարեական գրքերն են, որտեղ բառից կարծում եմ պարզ է, որ պատմվում են մարգարեություններ Մեսիայի գալստյան եւ սպասվող ապագայի մասին, եւ այս մարգարեությունները ինչով են, օրինակ ձեզ էլի մի մեխանիզմ ասեմ, հենց հիմա բան եղավ, որ տեսեք, մարդիկ կան չէ, որոնք գուշակությամբ են զբաղվում, ոմանք նույնիսկ նարեկով են այդ գուշակությունները անում, ոմանք ասենք, չգիտեմ, աղոթում են Աստծուն այդ գուշակությունը անելուց եւ մի տեսակ մարդու մոտ բան է, կասկած է առաջանում, որ գուցե սա իրապես էս մարդը ունի այդ շնորհը, ունի այդ ձիրքը, նա տեսեք, մեխանիզմը շատ պարզ է, շատ պարզ, որ ըստ սուրբ գրքի մեխանիկայի մարգարեությունը Աստված հայտնություն է տալիս մարդուն
միայն այսպես կարևոր ապագայատեսիլ Աստծո հետ կապ ունեցող Աստծո ծրագրերի մասին ինֆորմացիաներ։ Այսինքն այնպես չի, որ որևէ մեկը կարող է գալ, ասել, գիտես, ասենք, չգիտեմ, Նարեկ ջան, դու եկող տարի կամուստանաս եւ սա համարվի մարգարեություն։ Այսինքն մարգարեությունը չի կարող մի անձի վերաբերվել, չի կարող այդքան ներ լինել։ Մարգարեությունը պիտի առնչվի աստվածային ծրագրերին։ Սա ձեզ ցուցիչ, որ իմանաք, որ այդ մարդիկ առնվազն չեն կարող ըստ Սուրբ Գրքի ճշմարտություններ ձեզ հայտնել։ Ուրեմն 5 տակարանը ֆիքսեցին քանի մաս ուներ, քանի 75 Մաս։ Չէ, 75 4 մաս ուներ, այո։ Եվ նոր կտակարանը եւս 4 մաս ունի, առաջին մասը կոչվում է ավետարաններ, որտեղ 4 ավետարաններ են, ավետիս նշանակում է բարի լուր։ Ավետարանները պատմում են Հիսուսի կյանքն ու գործունեությունը եւ այս 4-ից 3-ը կարելի ասել նույն բանուն են գրված, ուղղակի տարբեր տեսանկյուններից։ Եվ 4-րդը կա, այս 3-ը, որոնք միանման են գրված, Մատթեոսը, Մարկոսը եւ Լուկասը, կոչվում են համատես, այսինքն նույն տեսիլքով գրված, նույն տեսողությամբ այդ պատմությանը նայելով գրված պատմություններ։ Այս 3-ը կոչվում են համատես եւ կա մի 4-րդը Հովհաննեսի ավետարանը, որը ավելի աստվածաբանական բովանդակություն ունի։ Ավետարաններից հետո հաջորդ բլոկը կոչվում է Գործք, որը պատմում է այն մասին, թե ինչ եղավ Հիսուսի հարությունից հետո, առաքյալները ինչ արեցին։ Առաքյալների գործերն է պատմում։ Երրորդ բլոկը կոչվում են Թղթեր կամ նամակներ, որտեղ զետեղված են Պողոս առաքյալի եւ ոչ միայն նաեւ մյուս առաքյալների կողմից գրված նամակները, եւ 4-րդ բլոկը վերջին կոչվում է Հայտնություն, որը գրեթե նույնն է բովանդակությամբ ինչ-որ մարգարեությունը, բայց տեսեք, նույնիսկ Սուրբ Գրքի հեղինակները խուսափել են մարգարեություն բառը օգտագործելուց, հստակ գիտակցելով, որ այլևս մարգարեական ձայնը լարած է վերջին մարգարեի գալստան, որը Հովհաննես Մկրտիչն էր, այսինքն այլևս մարգարեություն չի կարող լինել, պետք է պիտի գրվել Հովհաննեսի մարգարեություն, ասենք Մեսիայի երկրորդ գալուստի մասին։ Մա այսքան ասացի, եկանք հետ մեր գաղտնիքներին, առակներից ենք խոսում, պարզեցինք, որ ամենակիչ առակը, որ ավետարանիչն ուներ, օրինակ համատես ավետարանիչներ ովքեր էին, Էդվարդ Մարկոս, Լուկաս, Մատթեոս, Մարկոս, Լուկաս, ապրեք։ Հիմա աստ ձեզ, այս 3-ից ամենակիչը ով կունենա առակներ։ Ինչի։ Լավն է տրամադրում։ Եվ ճիշտ է պատասխանը, Մարկոսը։ Իսկ ամենաշատը ով կունենա։ Մատթեոս։ Ինչի Լուկաս։ Որտեղ ինքը պատմական կոնտեքստով էր, կարծեմ իր ավետարանը հենց նաև առակների առակության բաշխի ուսում չէ, որ հենց առակների Ճիշտ ես ասում։ Հա, առակների ավետարանն է, Լուկասի ավետարանը։ Մենք ափսոսով է ուզում դառնալ միլիոներներ չենք խաղում, շատ հեռու կգնայինք Ռոհանջան, ապրես։ Ուրեմն տեսեք, մեկ էլ մնաց այն մի թիվը իմանանք, թե Հիսուսը քանի առակ պատմած կլինի օրինակ ըստ 50? Չէ։ Кто больше? Շատ սիմվոլիկ թիվ է, եւ որ օրինակ ես կրակել ունեի, հենց այդ թիվը կասեի անկեղծ։ Ճիշտ է։ Ապրես Սուրենգա։ Շատ մնացված պատասխաններ, այո։ Հիսուս Քրիստոսը պատմել է 33 առակ, որոնց մի մասը համատես ավետարաններում են եւ ընդամենը, այսինքն 31-ը սրանցից համատեսներում են Մատթեոս, Լուկաս, Մարկոսում եւ միայն 2-ը Հովհաննեսի մոտ։ Այս համատեսներում էլ, այս 31-ից քանի առակ օրինակ ըստ ձեզ կլինի, որ 3 ավետարանում sense լինի իրար կողք տնենք նայենք։ Շատ ես ասում։ Այս вообще սիմվոլիկ թիվ չի, դժվար չէ։ Չէ։ Լավ, եկեք ես ասեմ։
4 առակ կա, որոնք 3 համատեսներում էլ կան։ Սերմնացանի առակը, մյուսները դուք ասեք։ Այդ մենակ Ղուկասի մենաշնորհն է։ Դաժե ստտպել եմ, որ ձեզ համարներով ասեմ, ով հավես ունենա գնա նայի, բայց չեմ կարծում էլի։ Դատավորի, չէ, էդ էլ ամենակ Ղուկասին է։ Ուրիշ օպրես։ Որը։ Որոնները չէ։ Սերմնացանը մեկ։ Ասեմ լավ, տանջեմ ձեզ։ Մյուսը իմ մագիստրոսական թեզի թեման է, որ 3 ավետարաններն էլ կա։ Որը գրված է Մարկոսի ավետարանի 12-րդ գլխում 1-ից 12 համարները եւ հղումը տրված 5 տակարանից Եսայի մարգարեությանը։ Դժվարացնում։ Չարմշակների առակը, Սերմնացանը, չարմշակները, Մանանեխի հատիկի առակը եւ Հավատարիմ տնտեսի առակը։ 4 առակներ, որոնք կան 4 բոլոր 4 ներողություն 3 ավետարաններում։ Բայց այսօր ուզում եմ ձեզ հետ խոսել, շանս գնացել են, կարող է չխոսենք։ Կատակ եմ անում։ Եկեք այսօր իրար խոսենք 10 բույսերի առակի մասին, քանի որ ես ճիշտ ասած այս ծրագիրը երբ որ նախաձեռնել ենք, հələ պահքը չէր սկսվել։ Ու իմ այսպես նպատակն է, որ մենք ամեն կիրակի, քանի որ այդ կիրակիների մեծ մասը առակներ են, անառակ որդին, անիրավ դատավորն ու անիրավ տնտեսը գոնե 3 առակ ունեինք, եւ ըստ Գալստյանն էլ ինձ համար անկեղծ միշտ ասոցացվել է 10 բույսերի առակի հետ։ Այսպես մտածել ենք, որ այս առականին ինքնըստինքյան կստացվի եւ կստացվի այս շրջանակում, բայց մենք հանդիպել ենք Գալստյան Կիրակի հաջորդ օրը, որը ավետման տողն է իդեպ։ Այնքան մեզ խանգարեցին չհասցրինք նույնիսկ շնորհավորել մեր բոլոր գեղեցիկ սերի ներկայացուցիչներին ավետման տոնի կապակցությամբ։ Այս տոնը շատ սիրուն տոն է նրա մասին, թե ոնց Աստվածածինը ընտրվեց, որպեսզի իրենից ծնվի Հիսուս Քրիստոսը եւ ընտրվեց իր մաքրության շնորհիվ։ Ես մաղթում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը իր սրտում այդ անձայրածիվ ծով մաքրություն ունենա եւ դրանով նմանվեք Սուրբ Կույս Մարիամին։ Եկեք հիմա անցնենք Այն ժամանակ երկնքի արքայությունը կնմանեցվի 10 բույսերին, որոնք իրենց լապտերներն առած Լելիան Քեսային հարսին դիմավորելու։ Նրանցից 5-ը հիմար էին, իսկ 5-ը իմաստուն։ Հիմարները լապտերները վերցրին, բայց իրենց հետ պահեստի ձեթ չվերցրին, իսկ իմաստուններն իրենց լապտերների հետ նաև ամմաններով ձեթ վերցրին։ Եվ երբ Քեսան ուշացավ, ամենքն էլ նիրհեցին եւ քուն մտան։ Կեսգիշերին մի ձայն լսվեց. Ահա Քեսան գալիս է, վեր կացեք նրան ինք առաջ։ Այդ ժամանակ բոլոր դուսերն արթնացան եւ իրենց լապտերները կարգի բերեցին։ Հիմարներն իմաստուններին ասացին. Մեր ձեր յուղից տվեք, որովհետեւ մեր լապտերներն ահա հանգչում են։ Իմաստունները պատասխան տվեցին եւ ասացին. Այնպես չլինի, որ թե մեզ, թե ձեզ չբավականացնի, ուստի գնացեք պատճառողների մոտ եւ գնեք ձեզ համար։ Երբ նրանք գնացին դնելու, Քեսան եկավ եւ ովքեր պատրաստ էին, նրա հետ հարսանիքի սրահ մտան եւ դուռը փակվեց։ Ավելի ուշ եկան նաեւ մյուս կույսերը եւ ասացին. Տեր, բաց արա մեզ համար։ Նա պատասխան տվեց եւ ասաց. Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ չեմ ճանաչում ձեզ։ Արթուն մնացեք, որովհետեւ չգիտեք ոչ օրը, ոչ էլ ժամը։ Շնորհակալություն կարդալու համար, Կարենե ջան։ Իդեպ, այդ շատ հետաքրքիր բաներ, ով ասաց հիմա պատմիկ։ Էմիլը։ Այսպիսի մի բան կա, տեսակետ կա, որ առաջին մեկնությունը տեքստը ամբողջությամբ վերաշարադրելու կարողությունն է, այսինքն եթե դու տեքստը կարողանում ես առանց տեքստի պատմել, դու արդեն մեկնության առաջին շերտը անում ես, որովհետև ինչ է մեկնելը, մեկնելը նշանակում է հասկանալ։ Դու պիտի հասկանաս, որ կարողանաս վերաշարադրել, նորից պատմել։ Հիմա բոլորդ հուսամ լսել եք այս պատմությունը։ Լսում ենք կարծիքներ, ով ինչ կարծիք ունի, ես մեր փուլը կոչվում է մտագերով, այլալեզու բառով ասված brainstorm,
Ոնց որ ամեն մեկը կարա իր կարծիքը ասի։ Լսում ենք ուշադիր։ Ասա, Էմոջան, Էմոջան։ Շնորհակալություն, մի միտք եմ ուզում ասել, չգիտեմ ինչքանով կկապվի առակի հետ, բայց առաջին միտքը դա եկավ։ Օրեր առաջ տենց մտերմիկ շրջանակներում խոսում էինք, ու մեկը մի միտք արտահայտեց, ասում ենք ինչու ենք ապաշխարում։ Մենամեղ գործենք, մահանալուց ապաշխարենք ու մահանանք։ Ես կապեցի այս առակի հետ, որ մենք ոչ թե պիտի մարդու ասածով անենք, գործենք վերջում մահանալուց ապաշխարենք, մահանանք, այլ ամեն օր ամեն ժամ պիտի մշտարթուն լինենք, աղոթքով տենց մի դրվագել կա, չէ, արթուն կացեք և աղոթեք, որովհետև չգիտեք երբ կլինի այդ ժամանակը, որ չգիտեմ, ոչ մեր մահվան մասին գիտենք մենք, ոչ Քրիստոսի եկորդ գալստյան մասին։ Երբ որ Հիսուսը դիմում էր Գեթսեմանիում աղոթելու, առաքյալներին թողեց 3-ին, ասաց արթուն կացեք և աղոթեցեք, եկավ տեսավ քննելը։ Այո, այդ մշտարթուն լինելու գաղափարն է փոխանցում ըստիս այս առակի միջոցով։ Շատ լավ միտք է, շնորհակալություն։ Ուրիշ։ Ես եմ կիսում, յուգումը Էմմայի տեսակետը գտնում եմ, որ ոչ թե պիտի թողնենք վաղվան, այլ ամեն օր հենց բացում ենք մեր աչքերը, ասենք պարգևեց Տեր Աստված, ես իմ ընտանիքը, իմ հայրենիքը, ես զվարճանում եմ ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան։ Ու ամենօրյա աղոթքների, համելությունների մասնակցելու, Սուրբ Պատարագին գնալու, Սուրբ գրքի ընթերցանության միջոցով պիտի արթուն մնանք և ոչ թե թողնենք վերջին պահին։ Որովհետև վերջին պահը իսկապես հնարավոր է այնպես գա, որ դու չզգաս եք, որ դա քո վերջին պահն է։ Ու ինչպես սնվում ենք, եթե ասեմ, ստացի, որ ես քայլոցում եմ քրիստոնյաներին, բայց ես մահմեդական աշխարհում տեսնում եմ, թե տեսել եմ, ինչպես են այդ աղոթքի ժամերը հստակ պահում։ Ես ուզում եմ, որ մեզ մոտ էլ այդ մշակույթը ձևավորվի։ Ես իմ մեջ ձևավորել եմ, դա չեմ ուզում պարտանալ դրանով, ուղղակի ընդգծում եմ, որ իմ ուղերներն են առաջնորդվել սրանով ու ավելի կլծվի։ Շատ լավ, շնորհակալություն։ Դատարկ տեղ չի մնում արդեն, երբ դու օրվա մեջ 3-4-5 անգամ աղոթում ես կամ լսում ես Գրիգոր Նարեկացու աղոթքներից կամ այլ աղոթքներ։ Չեմ հիշում, որ եկեղեցում էր խոսքը Քրիստոսի հայտնության գրքում, բայց ասում է կամ տաք եղեք, կամ սառը չէ, եթե կոլ լիներ, լավ չի։ Հիմա նույնիսկ առակի հետ նմանասանը, երբ որ նշվում է բոլոր լույսերն են ունեն իրաց հետ լենքերներ այդ լույսը, նշանակում է բոլորն էլ ամենասկզբից ճանաչել են Աստծուն, բայց քեսը ժամանակի ընթացքում, չգիտեմ ինչ պատճառներով, գուցե կարող են կապել կյանքի հոգսերի հետ, մոռացել են, թողել են իրենց առօրյա կյանքին, որ կապը կորցրել են, դոլացել են։ Այսինքն պետք է միշտ ակտիվ։ Ըստ ձեր ասածը խնդիր կառաջացնի Էմիլ ջան մեկնության համար։ Իդեպ, հեսա մեկնության մեթոդների մասին էլ մի երկու բառ կասենք, որ մեր համար հստակ լինի։ Հիմա դուք փորձում եք գնալ այլաբանության մեթոդով, շատ հետաքրքիր միտք եք հայտնում, որ կարանք սենց հասկանանք։ Շատ լավ։ Բայց ձեր ասածը գոնե ես չեմ պատկերացնում այն կետից, երբ որ իրանք գալիս են ու են լավ գույսերից, իմաստուն գույսերից ձեթ են ուզում եւ իրանք չեն տալիս։ Այդ ոնց կտեղավորեք ձեր այլաբանության մեջ։ Ես չեմ կարող։ Որտեղ ասեց միգուցե մեզ էլ չերիկացնի։ Չէ, իր ասացի մասին եմ ասում, ոչ թե հարցում եմ, թե ինչա նշանակում, չնայած այդ էլ կարող ասեք, եթե գիտեք։ Այդ ավելի լավ է ասեք։ Ասացում եմ։ Կոնկրետ ես, եթե նույնիսկ այլաբանորեն մեկնաբանել լինեմ, համար կոնկրետ ստեղ ձերքն ամեսայն նորից ինչ-որ պոտենցիալ, որը մենք պետք է կուտակենք ու այդ պոտենցիալը շատ երկարաժամկետ իրավելու համար։ Իմ անձնական ասեք տարեզոնում այդ միակ պոտենցիալը դա Աստծո խոսքը։ Որքան որ մենք ավելի մեծ պաշարով ենք լցված այդ խոսքով, այնքան հավանականություն ունենք, որ մեր ներքին լույսը վառ կմնա։ Որովհետև եթե անգամ ինչ
չի ասում հիմար ուսեր, որովհետև իրենք կարծելով, որ այդ ինչ-որ իրենք քիչ ինչ-որ մասնաբաժին ունենալով, դա իրենց բավարար է, բայց իրականում փաստացի բավարար չի լինում։ Իսկ կիսվել դու չես կարող, որովհետև պենզենտի միակ բանն է, որ իրականում փոխանցել Աստծո խոսքը, ավելի շատ անհնարին է, քան հնարավոր է։ Թվում առաջին հայացքից, որ հնարավոր է, բայց իրականում, որ ասում գնացեք վաճառողներից գնեք։ Այսինքն ինչ-որ մեկն է, որ դա կարող է ձեզ տալ, վերցնել։ Մանասի ուշեք հիշում ենք ստասավը ոչ մի բան չեմ հիշում։ Խայտարակն է, ես գիտեի գալու են պատմեց։ Ասեք։ Ձեր անունը հիշացեք։ Արթուր ջան, ասեք։ Նախ երբ որ Քրիստոսը բերում է այս առակը, ինքը կապ ուներ ժամանակի հրեական մշակույթի հետ, հարսանեկան է տարավորությունը եւ այդ ամենը, եւ հիմքում էս է դրված, որ հարսանեկան արարողության այդ կույսերը պետք է իրենք միշտ պատրաստ լինեին։ Ու ունդեր որ ասում է գուցե մեզ չբավարարի գնացեք գնեք, սա խոսում է պատրաստվածության մասին, որ այդ կույսերը անընդհատ պետք է պատրաստ պահեին, այդ ձև ունենային եւ այլն։ Եվ այստեղ եթե նայենք մշակույթին, եթե այս իմաստուն կույսերը հիմարներին ինչ-որ ձև տային, դա խախտում է լինում։ Այդքան էլ չէ, բայց քան որ շատ եք մոտեցել պատասխանին, եկեք մի քիչ ես ձեզ օգնեմ։ Հարցը կարևորում էր արդյուն մնալու անհրաժեշտությունը։ Հարցը հետևյալն է, թե դուք ոնց եք հասկանում այս առակը ինչի մասին, հա? Որ միշտ պետք է արդյուն լինել։ Դեռ 24-րդ գլխից Քրիստոսը խոսում է վերջի օրերի մասին եւ այլն, ու որը հիմա շատ արդիական է, էլի, ասենք հատկապես պատերազմների ժամանակ, չգիտեմ, աղետների ժամանակ սկսում են վերջի օրերից Քրիստոսի գալուստից խոսել, ու այստեղ ոչ մի կոնկրետ օր ժամ չկա, շեշտադրումը պատրաստ մնալն է, միշտ պատրաստ լինել, ու այս առակում դա ցայտում է։ Քանի որ ձեր պատասխանը շատ լավն է եւ շատ մոտ է իմ սիրած բանալիներին, եկեք մի երկու բան ես ձեզ ասեմ։ Ուրեմն առհասարակ առակները հասկանալու ամենալավ բանալիները մշակութային համատեքստը հասկանալն է։ Այսինքն մեր խնդիրը հիմնականում հիմա որն է, որ անցել է 2000 տարի եւ այն արտահայտությունը, որ այն ժամանակ բոլորին հասկանալի կլիներ հրեական միջավայրում, հիմա մեր ականջին շատ խորթ է հնչում։ Օրինակ, չար մշակների առակում, երբ որ սկսում է Հիսուս Քրիստոս, ասում է մի մարդ այգի տնկեց, այգին պատեց ցանկապատով, ցանկացած հրեա անգին գիտեր Եսայի մարգարեության 5-րդ գլուխը, որը այգու առակ է կոչվում, եւ նույն ձև է սկսվում։ Այսինքն, երբ որ Հիսուսը ասում էր այս տեքստը, ամեն հրեա լսելով միանգամից ասոցիացիան գնում էր այգու առակին։ Պատկերացրիք, եւ ինչը որ մեզ մոտ բացակայում է, այսինքն կոնկրետ խզում կա, մենք երբ որ կարդում ենք մի մարդ այգի տնկեց, պատկերացնում ենք, որ մի մարդ այգի տնկեց, արդեն համատեքստից մենք կտրվել ենք։ Եվ այս առումով իրոք առակները հասկանալու լավագույն բանալին մշակույթը պատկերացնելն է, հրեական մշակույթը, կամ աղքատ Ղազարոսի առակում, երբ որ ասում են մի մարդ կար, որ սնվում էր մեծահարուստի սեղանից ընկած փշրանքներով, եթե դուք չեք պատկերացնում այդ մշակութային համատեքստը, եթե դուք հրեական առաջին դարը չգիտեք հետևաբար, որ այն ժամանակ չկային անձեռոցիկներ եւ մարդիկ հացի միջի խմորը հանում էին, օգտագործում էին որպես անձեռոցիկ, այսպես իրենց ձեռքի յուղը մաքրում էին, ասենք մսոտ խորովածով, եւ այդ խմորը նետում էին աղքատներին, այսպես ասած, ուտելու, եւ այսինքն ստացվում է սեղանից ընկած փշրանքներով սնվել, սրանից ուտել։ Տեսեք մշակույթը ինչքան բան է մեզ տալիս մշակութային համատեքստը։ Հիմա 10 հույսերի առակը հասկանալու բանալին եւս մշակութային համատեքստն է, ոնց որ Արթուրը նշեց, ուզենք չուզենք այս առակը հասկանալու համար պիտի պատկերացնենք հրեական հարսանիքը։ Ուրեմն հրեաները, որ պատկերացնենք, ամուսնանում էին, կարող էին ամուսնանալ տղաները քանի տարեկանից։ Չասած չունսան։ Ճիշտ ես ասում, սիրուշ բարձր ես, ապրես։
13 տարեկանից էին համարվում չափահաս եւ կարող էին ամուսնանալ, աղջիկները քանի տարեկանից 12 տարեկանից աղջիկները։ Այսինքն 13 տարեկանում տղան համարվում էր չափահաս, 12 տարեկանում աղջիկը համարվում էր չափահաս եւ հрьяաների մոտ իդեպ էս բանը շատ հետաքրքիր է պահպանված, որ իրենք օրինակ մարդուն վերջնաժամկետ են տալիս ամուսնանալու, ասենք թե 18 տարեկանում մարդը պիտի ամուսնանա, որովհետև դա համարվում է մարդու կյանքի ամենակարևոր քայլերից մեկը։ Բա որ չէր ամուսնանում։ Այդ չգիտեմ։ Չգիտեմ ոնց են բաժանում, ինչ են անում, բայց ենթադրում եմ, որ ինչ-որ ձևեր մտածած կլինեն։ Ինչևէ, հրեական հարսանիք, ուրեմն հրեական հարսանիքը տեղի ունենում հետևյալ կերպ։ Տղան, որը արդեն հավանել է որևէ աղջկա, հայտարարում էր ամուսնության օր։ Որևէ օր պայմանավորվում էր, որ այսինչ օրը մեր հարսանիքն է։ Բայց ի տարբերություններ ժամ չէին պայմանավորվում։ Որևէ ժամ չկար։ Այսինքն հարսանիքի ժամը որոշվում էր Փեսայի կամայականությունը։ Երբ որ ուզեր, երբ որ հագնվեր ու պատրաստ լիներ եւ գնար հարսի տուն, հենց այդ պահին իր հարսանիքն էր։ Ու սա է պատճառը, որ Փեսային սովորաբար թափորով էին ուղեկցում, ինքը բացում էր իր տան դռները, հայրական գնում էր դեպի հարսի տուն, այդ ժամանակ իրեն պիտի 10 կույսեր ուղեկցեին, 10 աղջիկներ իր առջևից կանգնած իրեն ուղեկցում էին դեպի հարսի տուն, նույն ձևով հագնված, եւ քանի որ կարող էր այնպես ստացվել, որ երեկոյան Փեսան միայն բարեհաճեր գնալու ամուսնանալու համար, իրենք իրենց հետ լապտերներ էին պահում, որպեսզի եթե գիշեր լինել, մութ լիներ, նաև լուսավորեին Փեսայի ճանապարհը։ Մենք 10 կույսերի առարկա անհնար էին կարծիքով հասկանալ, եթե մենք այս փաստի մասին չգիտենք։ Հրեաների մոտ հարսանիքը օրինակ ըստ քանի օր գտելի։ 7, ճիշտ է։ 7 օր ու գիշեր հայտնի շաբաթօրը եթե հանեք 8 օր։ Հա։ 7 օր ամեն դեպքում որ կլորացնելու լինենք տեղում էր իրենց հարսանիքը եւ իրենք որևէ տեղ չէին գնում, այսինքն մեր լեզվով ասած մեղրամիս հասկացությունը չկար իրենց համար, իրենք երկուսով միանում էին իրար, մնում էին տանը, որպեսզի այդ օրերի ընթացքում իրենց բոլոր ընկերները, հարազատները, բարեկամները գային իրենց շնորհավորելու։ Հիմա ինչի եմ սա ասում, սա շատ կարևոր կետ է պատմության համար։ Որ այն կուրսերը, որոնք ուշացել էին այդ օրը, իրենք 6 օր ունեին գնալու եւ շնորհավորելու համար։ Ողբերգությունը ուրեմն նա չէր, որ իրենք չէին կարող ասենք մտնել ներս, որովհետեւ առաքում այդպես է նկարագրում, ասում է, այստեղ էլ կարևոր բան կա, ուրեմն լավ, հետքանք նարատիվի Փեսան դուրս է գալիս իր տնից, գալիս են կուրսերը իրեն ուղեկցում են, գնում է հենց որ մտավ հարսի տուն, դուռը փակեց, այլ որևէ մեկը իրավունք չուներ մտնելու։ Ինչու՞։ Որովհետև իրենց համար մտերմության չափման միավոր էր պատրաստ լինելը։ Այսինքն հիմա եթե մենք պատկերացրեք, ես ձեզ ասեի, որ շաբաթ օրը հավաքվում ենք երեկոյան կողմ գործից հետո, ասենք պատկերացրեք մեկը գա ժամը 6-ին, մեկը գա ժամը 9-ին չէր լինի, չէ՞, ասենք 6-ին եկածեք ասել շատ է պետք կսեք, այն 9-ին եկածնալ կասել այ ախպեր ժամ չեք ասել, ես էլ այս պահին եմ հարմարացրել եկել։ Հիմա իրենց համար կարևոր է, որ եթե մարդը սպասում է, համբերում է, նշանակում է այդ մարդը իր համար կարևորություն ունի, ինչ-որ բան ներկայացնում է իրենից։ Եվ եթե չի սպասել, ուրեմն արժանի չի իրենց ընտանիքի անդամ կոչվելուն, այսպես ասած։ Դրա համար էին փակում դռները։ Հիմա այս 10 կույս ունենք, 10 կույսերով պիտի ուղեկցեն, 5-ը չունեն ձետ, պարզվում է մեր Փեսան բավականին ալարկոտ է եղել, երեկոյան կողմ է որոշել գնալ հարսի տուն, դրա համար լապտերի ու ձեթի անհրաժեշտությունն է զգացվել, այս 5-ը արանքից դուրս են եկել, այն 5-ը մտել են Փեսայի հետ, տոնախմբելու, ուրախանալու։ Հաջորդ օրը այս 5-ը էլի կարող են գնալ, բայց առակի կարևոր ասելիքները գոնե ինձ համար, ես 3 ասելիք եմ ինձ համար առանձնացրել, իդեպ այդպիսի հետաքրքիր նոր մեկնության մեթոդ կա, ժամանակակից, որ կոչվում է commentary by message, այսինքն ըստ ասելիքի մեկն է, թե այս տեքստը ինչ ունի ասելու մեզ։ Եվ սա ինձ համար կարևորագույն կետն է, մենք որպես երիտասարդներ
Հիմա ես ես կարող եմ իհարկե գիտական, տարբեր շերտերով, տարբեր մեկնություններ ներկայացնել, բայց այս ամենահետաքրքիրն է եւ ամենաանկարելին է այն առումով, որ այս առակը ինձ հետ ինչ կապ ունի։ Հիմա դուք ասենք 21-րդ դարի մարդիկ եկել նստել եք, ես ձեզ 2000 տարի առաջ գրված պատմություն եմ պատմում եւ ուզեք չուզեք եւ շատ տրամաբանական ու ճիշտ կլինի, եթե ձեր մեջ այդ հարցը առաջանա, թե սա ինձ հետ ինչ կապ ունի, ես ինչ գործ ունեմ այս պատմության հետ։ Եվ երբ որ այս հարցի պատասխանը գտնեք, կհասկանաք, որ այս գիրքը ձեր գիրքն է, դուք պիտի կարդաք։ Հիմա ասեմ ինչ կապ ունի այս պատմությունը մեզ հետ։ 3 բան եմ առանձնացրել։ Առաջինն այն էր, ինչ որ արդեն Էմման ասեց, որ մեզանից շատերը շատ են սիրում ամեն ինչ վերջին պահին թողնել։ Շատ ծույլ մարդիկ են մենք, ես ինքս ընդունում եմ։ Ասենք, ենթադրում եմ, եթե ձեր մեջ համալսարաններ սովորողներ կան, եթե սովորել կամ արդեն ավարտել եք, այդ քննական շրջանը երևի բոլորի կյանքի ամենադժոխային օրերն են, երբ որ ոչինչ չես արել ամբողջ սեմեստրի ընթացքում, կիսամյակի կամ մեկ ամսվա ընթացքում, գալիս է դու հավատում ես քեզ, որ դու մի գիշերում կարող ես այդ ամեն ինչը սերտել, տարապում ես, տանջվում ես, ու եթե հանգարց ձախողես անիծում ես քո բախտը, որ ինչի սենց եղա, որտեղ այդ մեկը մի հարց էր սովորել, իրեն այդ մի հարցը ընկավ։ Ինչի իմ մոտը բախտը տես չժպտաց, ինչի է ես սովորել, ասենք, 18 հարցից 8-ը եւ ինձ ընկավ այն 10-ը, որ չէի սովորել։ Մենք շատ ծույլ ենք, մենք սիրում ենք ամեն ինչ վերջին պահին թողնել, իրականում, եւ կատակից գալով լրջի, այս ծուլությունը, երբ որ միտեղ ծուլանում ես, դառնում է խրոնիկ։ Իրոք, հիմա տեսեք, նանարը մեզ ասում է շատ լավ բան, որ ես ռեժիմ եմ դարձրել ինձ համար աղոթելը։ Ես ինքս էլ այդ ռեժիմ ունեմ, ասենք ինձ համար, եթե ես չաղոթեմ, չեմ քնի։ Շատ կարևոր կետ է ինձ համար, օրս ամփոփելու, վերանայելու, Աստծո հետ շփվելու եւ նոր միայն, ասենք գլուխը բարձին դնելու, մտածելու այն ամենի մասին ինչ արժեր անել եւ ինչը չարժեր անել, կամ հետագայում ինչ պետք է անել եւ ինչ չպետք է անել, բայց ինչեւ է։ Հիմա, երբ որ դու ռեժիմը թույլատնում ես, այսինքն երբ որ չկա ռեժիմ, երբ որ հույսդ մոտիվացիան է, միշտ ձախողելու ես։ Կան չէ մարդիկ, ովքեր մի օր ոգևորվում են, արտանում են, ասում են, այսօր իմ կյանքի երկուշաբթին է, ես նոր մարդ եմ, ես այս գիրքը սկսում եմ կարդալ, վերցնում են, ասենք ոգևորության ալիքի տակ, ծննդոց 23 գլուխ կարդում են, կամ լավ 34 գլուխ կարդում են, հասնում են այդ իմ ասած այն հետաքրքիր տեղին են, որ Հակոբն ու Եսավը պետք է բարիշ են, հաջորդ օրը տրամադրություն չի ունենում, ասենք տխուր երգ լսեն, վերջ, այսօր չեն կարդում այս գիրքը, մնա մյուս օրը, որ լավ լինեմ, կկարդամ ու չի կարդում այլ։ Ես հիմա ասենց փորձում եմ ավելի հումորի լեզվով ասել, բայց այս սուրբ գրքում մի թեմա է, որ այսօր մեր հասարակությանը շատ տանջում է։ Խոսքը նրա մասին է, որ եթե լսեցիք, ես հարցազրույցի մեջ էլ այդ միտքը ասեցի եւ վերջերս շատ եմ այս մտքին գալիս, որ մենք բոլորս, եթե հարցնենք ձեզ, մոտիվացիայի պակաս ունենք, ում հարցնում ես, ես մոտիվացիայի պակաս ունեմ։ Իսկ մոտիվացիայի պակաս ունեն այն մարդիկ, ովքեր ռեժիմի հետ կապ չունեն, որովհետև ռեժիմով ապրող մարդը գիտի իր անելիքները, այսինքն ինքը չի սպասում, որ մեկը իրեն ոգևորի, ոգեշնչի։ Հիմա եթե դուք եկել եք այն մտքով, որ ես ձեզ պիտի այնքան ոգևորեմ, որ դուք վաղվանից ասենք գնաք ու սուրբ գիրքը կարդաք կամ մեկնությամբ զբաղվեք, չի լինելու այդպես։ Կյանքի ապրիլ է։ Ջան։ Կյանքի ապրիլ է, էլի ոնց։ Հա։ Այդպես չի լինելու, բայց եթե դուք որոշեք, որ սա ձեզ համար կարապատճառ լինի, որ դուք ռեժիմ սարքեք սուրբ գրքով զբաղվելը, այդտեղ ինձ թվում է ես ձեզ կարող եմ օգտակար լինել։ Հիմա տեսեք 21-րդ դարն է, աշխարհը հենց հաշվով նստած է, ասենք, ռիլերի վրա, որտեղ չեն թողնում, որ դու միտք ձևակերպես, շատ դժվար է ինձ համար մի րոպեում ինչ-որ անճարակ միտք ասելը։ Իրոք ես չեմ կարող։ Ասենք, եթե հիմա այս դասը ինձ ասեք, կամ այս հանդիպումը, կամ այս առակը մի նախադասությամբ կամ մի րոպեում ինչ-որ ֆանտաստիկ ներկայացում, ես չեմ կարող։ Որովհետև ինձ համար հանճարակ բաները պիտի ինչ-որ ֆունդամենտ ունենան, հիմք ունենան։ Ես տեսակ եկա սենց ոգևորված սկսեցի առակից խոսել, հասկացա, որ մարդիկ կան, ովքեր մենք պետք է համատես ավետարանները իմանան, ինչա նոր կյանք հասնենք, էլի ստեղ։ Դրա համար տեսակ չէ, հետ գնացինք, ընդդերից էլի եկանք ստեղ։
Ես դրանից չեմ ներվում, ուզում եմ այս կարևոր բանը դուք իմանաք, որ այդ մի րոպեանոցից շուտ աշխարհը դարձել է ցիտատների աշխարհ, ասենք մարդիկ չեն ուզում էլ գնան Գաբրիել Գարսիա Մարկես կարդան, որը շատ դժվար է կարդալը, ասենք առանց նշումների կարող է գլուխ էլ չհանես։ Մարդիկ ուզում են Պաուլո Կոելյո կարդալ, որ ինչ-որ ցիտատների ժողովածու է, ասենք։ Բայց այդ ցիտատները հարցը հետևյալն է, որ պատկերացնում եք, օրինակ չգիտեմ, մարդիկ գրքեր են գրել, Դաստոևսկի ոճիր եւ պատիժ, որը կարդալուց հետո կարելի է այդ մարդու գիրքը գրքից մի հատ հանճարեղ միտք անել, թե ինչի մասին էր այդ գիրքը։ Ուրեմն այդ մարդու պետք է եղել, ասենք 300-400 էջ, որ քեզ հասցնի այդ բացարձակ ճշմարտությանը, որ կարդաս գաս այդ մտքին, հասկանում եք այդ ինչ դժվար բան է։ Որովհետև կան ճշմարտություններ, որոնք եթե ես հիմա այս ժպիտով էլ ձեզ ասեմ, եթե դա ձերը չի, դուք դա չեք վերցնելու։ Եվ մեր առակի երկրորդ ասելիքը հենց դա է, որ երբ որ իրանք գնացին, խնդրեցին, ասեցին ձեր լապտերից յուղ տվեք մեզ, ասեցին չենք տա։ Պատճառը այն չէր, որ չէին կարող տային կամ կարող չէ հերիք էր, այլ պատճառն այն է, որ մեր կյանքում կան բաներ, որոնց մենք ինքնուրույն պիտի հասնենք։ Կան գաղափարներ, որոնք ուղղակի որևէ մեկը չի կարող ձեզ տալ։ Մենք դասախոս ունեինք ճեմարանում, որին երբ որ շատ լավ հարց էինք տալիս, ասում են հիմա քո կարծիքով ես քո հարցին պետքա պատասխանեմ։ Ասում են ես գիտես քան տարի եմ օրինակ աչք քորացրել այդ գրքերը կարդալու համար։ Ինչքան եմ մտածել, ինչքան եմ չարչարվել, որ ես այդ հարցի պատասխանը գտնեմ, ու բնականաբար ենթադրում եմ, որ այդ հարցի պատասխանը նաև տարի կենսափորձ է ենթադրում, ու ես ուզում եմ այդ ուղղակի իմանալ, որովհետև ասենք բան, ասենց ինչուրիկն է, էլի լավ հարցեր տալու կարողություն ունեի։ Եվ գուցե եթե այդ մարդը այդ հարցի պատասխանը ինձ այդ ժամանակ տար, ինքը նույն կշիռն ու արժեքը չունենար ինձ համար, ինչ որ եթե ես մի օր այդ հարցի պատասխանը ինքնուրույն գտնեմ։ Այդ ձեր կյանքում էլ եղած կլինի, չէ՞, շուտ բացարձակ ճշմարտություններ կան մեր կյանքում, բացարձակ, որոնք երբեմն դու քո պրիզմայից անցկացնում ես, դու ես հասկանում։ Բացարձակ ճշմարտություն է, ինչ որ մեծ բան չկա այդտեղ, ասենք, որևէ մեկի մոտ կարող է այս հարցը լինի, որ մի օր զարթնում ես, ասում ես այն մարդ, շաբաթային ինչի է երկուշաբթի օրվան ես սկսում, դա մի շաբթին ուրա, գնում կարդում ես տենում ես որ Կիրակին էր, ասենք պարզ է, ամբողջ աշխարհը գիտի, մենակ երևի դու չգիտեի, կամ դու էլ գիտեի, ուղղակի երբեք չէի մտածել դրա մասին։ Եվ երբ որ անդրադառնում ես սրան, երբ որ անցկացնում ես քո պրիզմայով, ես քոնն է դառնում ես ինֆորմացիան։ Մենք ապրում ենք ինֆորմացիայի դարում, երբ որ ինֆորմացիոն ոսկը այնքան մեծ է, անհնարին մեծ է։ Այդ նման է, որ դու ասեք ծովի մեջ sense լողաս, ու անընդհատ ալիքները քեզ գան հրեն։ Սրա համար ու քեզ թվա թե դու ես լողում, բայց ալիքն է քեզ տանում, էլի դու չես լողում, դու ուղղակի պարկած ես։ Հիմա այս ինֆորմացիոն ոսկի մեջ շատ կարևոր է, որ դուք սելեկտիվ ընտրություն կատարեք, հասկանաք ձեզ ինչա պետք։ Եվ ինչ էլ որ ընտրեք, դուք մարսեք։ Ձեր հույսը մի դրեք այդ մոտիվացիայի վրա, որովհետև այդ մոտիվացիան ինչքան որ եկածող է, այդքան էլ գնացող է, նույն հեշտությամբ, նույն։ Շատ լավ է, եթե լավ բաներ ձեր կյանքում լինեն, եւ Աստված տա, որ մենակ լավ բաներ լինեն, մենակ ոգևորված լինեն, բայց կյանքում մեծ բաների հասնում են այն մարդիկ, ովքեր կարողանում են ռեժիմ ստեղծել, որևէ բանի մեջ։ Ասենք ոչ մեկ, ես չեմ ճանաչում անգամ այդպես մարդ, որ սուրբ գիրք ասենք առաջի էջից սկսել է ու վերջացրել է։ Բայց ես ճանաչում եմ մարդիկ, որ ասենք օրը սահմանել են կես ժամ կարդալա ժամանակ, կես ժամ ընդամենը, եւ այդ մարդիկ սուրբ գիրքը կարդացել են։ Ես ճանաչում եմ մարդիկ, այդ Տեր Մարկոսը շատ լավ նախաձեռնություն արեց 2 տարի է, որ գրել ասենք այսօր էս պետքա կարդաս, որովհետեւ եթե դու ռեժիմի մեջ չես մտնում, դու չես անելու, միանշանակ չես անելու։ Մի օր կանես, 2 օր կանես, 3-րդ օրը չես անելու։ Հիմա տեսեք 10 հույսերի առակն է սուրբ գրքում գրած, բայց էլի սրա մասին է, այս պայքարը ես կրվի ինչ-որ այսօր աշխարհը գնում է, մոտիվացիա թե ռեժիմ։ Մենք նույնիսկ հայերենում ասացվածքներ ունենք, որ ասում է, ասենք, չգիտեմ, ով շուտ է զարթում, ինքը արդեն մի քայլ առաջ է, հաջողվում է։ Ինչի մասին է խոսքը, բնականաբար ռեժիմի, ու նրա մասին չի, որ ով շուտ է եղել, ասենք, չգիտեմ, ավելի հաջողակ պիտի լինի, չէ՞։ Ռեժիմ, սիրելիներ։ Այսօրվա 3 մեսիջ ունեի ասելու, առաջինը
էդ է, որ մի թողեք վերջին պահին, որտեղ ինչ որ թողում ես վերջին պահին, Փառք Աստծո, իհարկե Աստված կան մարդիկ, ում շնորհ է տվել, կարող է ինչ որ հանճարեղ փայլատակում ունենաք այդ պահը անցնի, բայց ձեր մշտական հաջողության գրավականը պիտի լինի աշխատանքը։ Հիմա եթե այս նույնը պրոյեկտենք Էմայի ասածի մեջ, որ ասեց, իրոք կան այդպիսի մարդիկ, որ ամբողջ կյանքը ապրում են, ասում են դե ապրենք, վերջին պահին կապաշխարենք հիմա ինչ է եղել, որ բայց մենք չգիտենք երբ կլինի այդ վերջին պահը, շատ կարևոր է, ու առակի մեսիջն էլ է այդ, որ դու չգիտես երբ փեսան դուրս կգա, դու չգիտես փրկիչը երբ կգա։ Եվ սրա համար շատ կարևոր է, որ դու միշտ պատրաստ լինես, չթողնես վերջին պահին, չի լինելու, չես հասցնի։ Հարցը Համեցեք։ Ստեղ հարցը իմ կարծիքով հետևյալի մասին է, ինքը որ առակի մեջ օգտագործում է յուրի բառը, այսինքն մտության մտնոլորտ է։ Իմ կարծիքով մենք էդի աշխատող ենք կարող այդ մտության մտնոլորտը, որտեղ եթե մենք դիտարկենք որպես ուշանալ կամ հետ մնել կամ առաջ գնալ կամ բան, մենք հաստատապես շեղվելու ենք իմ կարծիքով։ Այստեղ մտությունը իմ կարծիքով հենց ինքը այդ սիմվոլիկա խորհրդավորություն, այսինքն լույսի և խավարի այդ վիճակը, դու փեսայի սպասում ես, դու ասեմ քո լատերը հանգել են, փեսա մեկավ դու հանգած լատերով գնա, ի՞նչն է խանգարում։ Այս բանը իմ կարծիքով ստեղ ուշադրությունը պետք է սևեռել խավարի մեջ լույս ունենալու մասը։ Բայց փեսան չթողես չեմ մտնեն հարցնել սրանք, որովհետև չունեին։ Դե հիմա հարցը դրա մեջ է, ինչու է կարևորում է լույսը։ Հիմա Սուրեն ջան, տես քանի որ մենք այս առակը մեկնում ենք ըստ էության, չնայած որ պատման քննադատական ու մշակութային համատեքստը ինչ որ առումով ներկայացրեցի, փորձում եմ ու դրանից իմ եզրակացություններ անել, բայց ըստ էության ինչ էլ որ ասենք այլաբանության ժանրի մեջ ենք մնալու, եւ ստեղ հորիզոնները շատ մեծ են, այսինքն կարանք հանգիստ վերցնենք այդ ձեր ասած տելը, ասենք որ ամբողջ թեման այնա, որ խավարը աշխարհը եւ փրկվելու են օրինակ այն հաշված մարդիկ, ովքեր Աստծո լույսը իրենց մեջ են կրում։ Շատ սիրուն պատկեր է, որ կարանք ասենք։ Այսինքն շատ բաներ կարանք ասենք։ Դա ցանկացած առակը ինքը բազմաշերտ է։ Հա, միանշանակ։ Ուզում եմ ասել, ճշտի սխալի հաշվին չունենք։ Ես փորձում եմ ուղղակի այն բանից բերեմ, այն պատմամշակութային համատեքստից եւ լսարանի պահանջներից, որը ըստ իս այս պահին ավելի բան է, ավելի սրտին կպնի, հա, մարդկանց։ Առաջինը այդ որ պետք է պատրաստ լինել, չթողել վերջի պահին եւ ռեժիմով ապրել։ Երկրորդ կարևոր թեման իմ կարծիքով այն է, որ կան բաներ, որոնք մենք չենք կարող ուրիշից խնդրել, կան բաներ, որոնք խանութում չեն վաճառվում, չես կարող գնալ առնել։ Կան բաներ, որոնք դու ինքդ պիտի ձեռք բերես, կյանքիդ փորձի հաշվին, եւ սա շատ կարևոր է, որ հոգեվոր կյանքում էլ է այսպես։ Տեսեք, մենք եկեղեցում միշտ ունենք մեծերի ու ջահելների բախտ։ Ինչի, որովհետև մեծերը միշտ ուզում են իրենց կենսափորձը այսպես ֆլեշկայի վրա գցել տալ այդ ջահելին, բայց այդ կենսափորձը այդպես չի փոխանցվում։ Այսինքն մարդը պիտի այդ կյանքը ապրի, այդ հասունությունը ապրի, այդ հոգևոր ճանապարհը անցնի, որպեսզի գա այդ գիտակցության, չէ՞։ Այս շատ կարևոր ու շատ բան թեմա է, որ դուք էլ շատ հանդուրժող լինեք այն մարդկանց հանդեպ, ովքեր օրինակ ձեր նման չեն։ Մենք այսօր շատ բան ենք անում, օրինակ կա չէ՞ տենց բաներ, որ մի բանից խոսում ես, դիմացին չի հասկանում, ասում ես, «Ո դու դեպի չես»։ Բայց այդ մարդը ուղղակի չի հասկանում։ Գուցե այդ բառը չգիտի, ասենք, չէ, այսօր շատ տրենդային անգլերեն բառեր ասելը, տրենդային էլ անգլերեն։ Կոմունիկացիան ամենաբարդ բանն է, այսինքն հաղորդակցության մեջ մտնել ամենաբարդը։ Հա, այսօր Մնաց 5 րոպե։ Շնորհակալություն։ Կապրես ասել ենք վերջին կետի։ Այսօր կարելի է ասել այդ բանսը ռեժիմի պահով։ Հեսա մի վարկե, եթե կարելի է միտքս չկորցնեմ, կգամ անպայման վերջում հարց պատասխան կլինի, կասեք ու նոր կցրվենք տներով։ Հա, ասում էի, որ շատ հանդուրժող լինենք մեր շրջապատի հանդեպ, որովհետև մենք բոլորս պատկերացնում ենք, որ աշխարհը պետք է մեզ նման լինի եւ ուզում ենք բոլորին ուղղել։ Որևէ մեկը մեզ չի հարցնում, թե ասենք քեզ ով է իշխանությունը
տվեց, ասենք, դու ոչ Գրիգոր Լուսավորիչն ես, ոչ Մայր Թերեզան ես, շատ լավ է, եթե դու կկարողանաս, ասենք, խորհրդի տեսքով մեկին շահելու ձևով տանես այդ ճանապարհը, բայց այդպես ստիպել մեկին քո ճանապարհով գնալ, առնվազն արդար չի այդ մարդու հանդեպ։ Եվ վերջին, երրորդ կարևոր կետը նա է, որ գալով արդեն հոգևոր դաշտ։ Իրականում ինձ համար Քրիստոսի երկրորդ գալուստը ընդհանրապես այսպես դատապարտության կամ դատաստանի մասին չի միայն, այլ ավելի դրական կողմը կա։ Այն իմաստով, որ շատ հաճախ եւ ձեզանից շատերը, հատկապես հիմա արցախցիներ են մեր լսարանի մեծ մասը, որ դուք մեծ տարապանքներ եք կրել, դուք բազմաթիվ փորձությունների միջով եք անցել, եւ սովորաբար այդպիսի բան կա, չէ, որ երբ որ ասում են, որ այ դու Աստծուց քո բաժինը կստանաս։ Եվ վատ իմաստով են ասում հաճախ եւ լավ իմաստով, ավելի քիչ լավ իմաստով, բայց ինձ համար, եթե մարդը ներքուստ արդար է, եթե մարդը իրոք իր կյանքը ապրել է արժանի, ինքը ոչ միայն չի վախենալու Տիրոջ գալստից, այլ մի բան էլ վայելելու է։ Այսինքն այն ինչ որ մենք կորցրել ենք այս կյանքում, այն ինչ որ կան չէ այդպիսի մարդիկ միշտ նայում են, ասենք ուրիշի հետ համեմատվում են, ասում են մեկը սենց է, մեկը նենց է ապրում։ Հիմա Քրիստոսի գալստությամբ վերականգնվելու է այդ խաթարված արդարությունը։ Այն արդարությունը, որին այդքան յուրաքանչյուրս ձգտում ենք, իհարկե այստեղ խնդիրն է, որ նույնիսկ արդարության մասին մեր պատկերացումներն են տարբեր եւ որպես ավարտ, այսպես ուզում եմ ձեզ մեջբերել Հովհաննեսի ավետարանից, ինչպես Սուրենը նշեց, որ այնպես ստացվեց, որ լույսը եկավ աշխարհ, բայց մարդիկ խավարը ավելի սիրեցին եւ սրա համար է, որ գալու է մի օր քննություն տալու ժամանակը, երբ որ մենք պիտի ընտրենք լույսի որդիներ ենք, թե խավարի որդիներ, այդ լույսը մեր մեջ կա, թե մեր մեջ չկա, ըստ դրա պիտի որոշվի, թե մենք որ կողմում ենք հայտնվելու։ Ես թերևս այսքանը պիտի ասեի ձեզ, հիմա սիրով կարող եմ լսել հարցեր, մեկնաբանություններ, շնորհակալություններ, ձեր շնորհակալություն։ Իհարկե։ Նախ, մինչև տնային առաջադրանքը, եկեք կարճ ես սրա մասին ասեմ, որը պետք է սկզբում անենք, շատ լավ ենք էլի աշխատում ուղղակի, դրանում ենք հակառակ ամեն ինչ։ Պիտի խնդրեմ երևի, որ բոլորդ հիմա մոտենաք սա լրացնեք, մեզ պետք է ձեր անուն ազգանունը, որ իմանանք, թե ով է կոնկրետ։ Հարցերը հետևյալն են, կարդացել եք Սուրբ Գիրքն ամբողջությամբ, եթե մասամբ նշեք հին թե նոր գտակարանը կամ գուցե միայն ավետարանը։ Այստեղ խնդրում եմ շատ անկեղծ լինեք, եթե չեք կարդացել, ընդհանրապես անուն չի գրել, որ չեմ կարդացել, որովհետև ըստ էության ինձ համար այն ինչ որ ես խոսեցի, չնայած փորձեցի մաքսիմալ լսարանին այսպես հասկանալի դարձնել, բայց քարոզիչի կամ մեկնիչի հաջողությունը իր լսարանին ճիշտ տիրապետելն է։ Այսինքն, եթե ձեր մեջ կա ակադեմիկոս ու ես խոսում եմ, օրինակ չգիտեմ, ինչ-որ պարզ առօրեական օրինակներով առնվազն հիասթափված եք լինելու։ Եթե ձեր մեջ որևէ մեկը Սուրբ Գիրք չի կարդացել, ես գալիս սկսում եմ համատես ավետարաններում գրված, էլի չեմ հաջողելու, այսինքն խնդրում եմ, որ ինձ օգնեք, որ այս դասերը ավելի հետաքրքիր սարքենք։ Հաջորդը սրա նման հարց ենք գրել, գնահատեք Սուրբ Գրքի իմացությունը 1-ից 10 բալային համակարգով, այսինքն դուք գուցե օրինակ նոր կտակարան եք կարդացել 1000 անգամ, 9 չեք կարդացել, խնդիր չունենք։ Հիմա պիտի գնահատեք, ոնց գիտեք, ասենք 10-ը նշանակում է փայլուն իմանալ, 1-ը նշանակում է անտեղյակ լինել։ Մարդիկ կան չէ, որ համարներով գիտեն, ասենք, եթե գիտեք, մեզ պետք է իմանալ, թե դուք ինչ գիտեք եւ ինչքան գիտեք։ Երբևէ մեկնություններ կարդացել եք, եթե այո նշեք մի քանիսը, այսինքն իմանանք նաեւ, եթե դուք մեկնության եք ծանոթ, ինչ մեկնություններ գիտեք, գուցե այնպես մասա լինի, որ ես փորձեմ կարդալ այն մեկնությունները, որոնք դուք չգիտեք, եթե սաղս գրելու ենք, ասենք, Բարքլի, եւ իմաստ չկա ես կամ Բարքլի պատմեմ, օրինակ։ Եթե դրանք վիդեո տարբերակով են եղել, նշեք թե ում եք լսում, ասենք մարդիկ կան, ես ինքս Սարգ Սրբազանին ենք լսում, Հայրոբենին ենք լսում, դրանք էլ լավ կլինի, որ գրեք հասկանանք։ Նմանատիպ այլ սերտողությունների մասնակցել եք,
հատուկ մասայի համար է, եթե այո նշեք թե որտեղ Սուրբ գրքից ձեր ամենասիրելի միտքը կամ համարը կամ ասույթը, այս կարևորը որ տենանք ձեր նշմարկ կա, որ համարն է հիշում է, ինչից կուզեք սկսենք մեր սերտողությունները, շատ լավն է այս հարցը, որտեղ արդեն սկսել ենք, բայց ամեն դեպքում գրենք, թե ինչից կուզեք, 5 կտակարան, նոր կտակարան, թե ավելի մասնավոր մի բան, ինչու եք հետաքրքրված Սուրբ գրքով եւ ինչ սպասելիքներ ունեք մեր հանդիպումներից այս շատ կարևոր հարցային համար, որ իմանամ, թե դուք ինչ սպասելիքով եք եկել, որովհետև գուցե իմ սպասելիքները ձեզնից եւ ձեր սպասելիքները ինձնից չհամընկնեն, այս շատ կարևոր է որ հասկանանք, համաձայն կլինեք, եթե որևէ սոցարտակում խումբ բացենք, առավել արագ իրար հետ կապի միջոց ունենալու համար, եթե գրեք հա, որ կարողանանք էլի ձեր համարը օգտագործել։ Անհատական եւ համար։ Հա, այստեղ ձեր համարը կգրեք, ճիշտ է, որտեղ ոչ բոլորն են բանում գրանցված։ Եվ արդյոք ունեք Աստվածաշունչ կամ նոր կտակարան եւ պատրաստ եք ընթերցելու ինքնուրույն, որպեսզի առավել ժամանակ հատկացնենք մեկնությանը, այս այնա ինչ որ ասացի, որ դուք տունը կարդաք, եթե հավես կանեք մեկնությունը, կարդաք, հարցեր գրեք նոր գալ եւ նշեք թե որ եկեղեցի եք գնում պատարակների եւ թե որ օրը ձեզ առավել հարմար կլինի գալ սերտողության, քանի որ ոնց հասկացա, լիքը մարդիկ մեզ կարային միանային, բայց չմիացան, որովհետեւ այսօր Շարաբացվիկ 2 շաբթի է, դրա համար նաեւ խնդրում եմ այս սրանք գրեք, էլի, բոլորի կարծիքը շատ կարևոր է մեզ համար, եթե կգրեք, որ սոցհարթակների կողմ եք, անպայման ինչ-որ մի խումբ կբացենք, եւ ըստ մեծամասնության կարանք նաեւ օրը փոփոխության ենթարկել։ 3-4 ասացին։ Կարող եմ բաժանել